Մենք կարող ենք մեր գրիչներով բանը հյուրասիրել։ Բայց ոնտեղ մենք ինձ տարան ես արդեն անց այս կոմել, որ խնդրեմ ընդերից կորեստը։ Հա, հաթոր։ Արասմբացյան, հարգելի գործընկերներ, մեր դիմումը Հայաստան կուսակցությունների դաշինքը, որը ներառում է երկու կուսակցությունների, Հայ-Հեղափոխական դաշնակցություն և առաջ աճակենտրոն կուսակցությունը։ Ներկայացրել ենք բոլոր փաստաթղթերը, ըստ քարտականության գնանք կանոնադրությունները։ Դաշինքի կրտած ստացան, դաշինքի ստացական կանոնադրությունները, հանեք տանցենց կանոնադրությունները նոտարով, չէ, նոտարով համագումարները, այո, համագումարների որոշումները, Հայ-Հեղափոխական դաշնակցության համագումարի որոշումը և առաջին որոշումը դաշինքի ցանկը, որ հաստատվել է համագումարով։ առանձին բերել եք նաև առաջ աճակենտրոն կուսակցության համագումարի որոշումը և հետո ուզեմ ես տորել, այո, նույնը նաև առաջ կուսակցության համագումարի որոշումը։ նույն ցանկն է, Այո, 30-ը, առաջին 30-ը, եթե նույն փաստաթղթն է, ցանկն է, չէ, պեչատած ընկված է առանձին, որպեսզի իհավաստում եմ, որ համագումարները տեղ են ունեցել և հաստատվել են։ Ուրեմն, տալիս ենք ձեզ առաջ աճակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի որոշումը ցանկը հաստատելու մասին և նաև Հայ-Հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի որոշումը ցանկերը կուսակցությունների կողմից հաստատված մենք կարող ենք սկզբից տալ դաշինքին ամբողջությամբ, հետո առանձին կուսակցությունների տենց անենք, սա դաշինքին է Այստեղ ընդհանուր ցանկն ստորագրված կնքված ցուցակ երկուս է փոքրամասնությունների մասով 213 անձ են գրկված դաշինքի ցանկում և մենք 4 անձ ազգային փոքրամասնություններ ցայլ կուսակցությունների առանձին ցանկերն են ամենակարևոր փաստաթղթերից մեկը ընտրագրավը լիազոր ներկայացուցիչների անձը հաստատող փաստաթղթերը Հովիկ Գրիգորյան, Վագն Մատինյան և Արծվիկ Մինասյան։ Այս կարգի թողենք ձեր մոտ, որ հետո դասավորում և բոլորը առաջին 30-ը առանձին ապտով փոխանցում ենք ձեզ Կարանսմբացյան Այս մասը հիմա մենք չենք անելու նկա, Այս մի պապկա դրանք, որ դրանք ևս բերել են, բոլոր 4 փաստաթղթերը, բոլոր մենք անհամբեր կսպասենք արդեն ձեր դիտողություններին, առաջարկություններին, քննարկումներին, նիստերի հրավերներին Կարծում ժամանակին հասցրեցի 3 ժամ էլ դեռ կա
Երևուսում կարել է ճիշտ է, ես պայդությամբ կանիսն են արդում։ 10-րդն է։ Բոբելյանը։ 10 լավ կինո։ Տել։ Սա նորմալ պրակտիկա է, ընդամենը մենք լրագրողների համար ենք այնտեղ չի որ Նախ պիտի խնդրենք ասենք, որ լիազորներից ու մենք տակ կենտրոնական հանձնաժողով կապնվում անհրաժեշտության դեպքում եւ ում տվյալներն ենք տալիս հանրությանը, որտեղ մենք ամեն կուսակցության համար կամ դաշինքի համար մենք լիազոր անձի տվյալ տալիս ենք հանրության համար, դնում ենք մեր դեպքում կարևոր լրատվամիջոցները, դիտորդները, լրագրողները հարցնում են անդադ, որպեսզի չզանգեն հարցնել, այլ իմանանք այդ ցանկը իմանան որ վերապրած։ Մյուսը մեր նիստերի ժամանակ եթե կա ծանոթություններ, որ 3-ից ստիպված չլինենք զանգել, որտեղ պատկերացնում 20-ից ավել կուսակցություն, եթե բոլորի 3 լիազորներին զանգտանք կստացի, որ 68 զանգենք տալի, ասես գոնե 28 են զանգտալի։ Մենք բոլոր ծանոթությունները անձամբ ենք անելու, ուղղակի մի հատ լիազորներից մեկի խնդրում եմ նշանակիկ ով է այն անձը, որին պիտի լիազորենք եւ իմանանք, որ դաշինքի լիազորված է։ Պարոն Սմբրացյան, երկու ստեղ հարց կա։ Ես բնականաբար մեզից որևէ մեկին կարծում եմ պարոն Գրիգորյանի տվյալների մոտ փոխանցել, բայց որևէ մեկին էլ որ հասանելի եղավ, 3-ն էլ ծանոթվելու են եւ 3-ն էլ կարող են մասնակցել։ Իհարկե, 3-ն էլ կարող են մասնակցել, դուք իրար կարող եք ծանոթել, դուք ցանկացած եք մեզ կարող եք զանգ տալ, խնդիրը մեր ծանոթման մասին է, մեր ֆորմալ ծանոթման, որ համարենք, որ ձեզ ծանոթել են։ Հովիկ Գրիգորյան, հեռախոսը համար Կտա։ Շնորհակալություն։ Մյուսը, որ Առաջինը լրա մասով ես նիստերին։ Եթե որոշենք, քննարկենք։ դուք ձեր մեջ կքննեք։ Ահա։ Իրենց էլ կներկայանանք անձրաժեշտության դեպքում կամ եթե նես մի լուրջ հարցը իրենց ներկայանանք, եթե պետտեխնիկական բնույթի է, Կարծացեք, եթե լուրջ հարց է, էլի մարդու է։ այդ չէ, եթե շատ լուրջ հարցեր է, որ չկարողացանք լեզուքնել, դատարանում կարող։ Աստված չլինի։ Այս համաձայն եմ։ Մյուս բանը, որ ուզում եմ ձեզ ասել, դա 540 մետր գերազանցող վահանակների հայտերներ, այսօր ժամը 18:00-ին լրանում են նաև ժամկետը, դա էլեկտրոնային է։ Մենք արել ենք 3 դիմում on-line նաև info.gov.am կայքին ուղարկել ենք, պատասխաննամակը ստացել ենք, որ կան ստացել է մեր կողմից վերված նամակը, նաև կայքում նշել ենք։ Մյուս կարևոր տեղեկությունը ուզում եմ հաղորդել, չնայած մեր նախնական հանդիպմանը, որ բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին հրավիրել են, տեղեկացրել են, բայց հիմա արդեն ավելի կոնկրետություն ունեն, կապված է նրա հետ, որ կենտրոնական տրական հանձնաժողովը, սա արդեն երկրորդ ընտրությունն է, որ կուսակցություններին եւ դաշինքներին աջակցում է, որպեսզի վստահված անձանց դասընթաց կազմակերպեն։ Հիմա այս անգամ աջակցությունը ինչպես է լինելու, բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին առաջարկում ենք, եթե իրենք ուզում են, ներկայացնել ցուցանողների թեկնածուներ, 5 հոգի են ընդհանրապես ասում, բայց եթե ավելել է լինում, մինչև 10 հոգին անդուրժելի է, ինչ ենք ասում դասընթացավարների թեկնածուներ, որովհետև նրանց մենք թեոթի ենք իրենց համար կազմակերպելու, հետո ստուգարք են իրենք անցնելու եւ ստանալու են կենտրոնական տրական հանձնաժողովի կողմից սերտիֆիկացիա, որ իրենք պատրաստ են իրականացնել վստահված անձանց դասընթացներ։ Անկամ դրանից հետո մեր աջակցությունը շարունակվելու է, որում սա իրականացնում ենք մեր միջազգային գործընկերների հետ համատեղ, որովհետև իրենց տիոթի դասախոսները մնալու են իրենց համար որպես կոորդինատոր, մոնիտորինգ, իրականացնող, որ նախ մենք հասկանանք ինչքան էֆեկտ տվեց դա, եւ երկրորդը իրանք ընթացքում էլի հարցեր կունենան, օրինակ հենց վստահված անձանց բուն դասընթացի ժամանակ կարող է
հարցեր լինի, որ թիոթի ժամանակ մենք չենք անդրադարձել, իրենք կարող են զանգ տալ ընթացքում էլ, տեղեկություններ ստանալ, նոր գիտելիքներ, եթե դասախոսներն էլ այդ հարցերին չեն կարող պատասխանել, նրանք էլ մեր հետ են կապի մեջ լինելու, այնպես որ այսպես գեղեցիկ network ենք ուզում այս անգամ ունենանք, որպեսզի բոլորը նույն ընտրական օրենսգիրքը սովորեն, այդ մեր հումորներից է։ Եվ դրա համար պիտի խնդրենք, եթե ցանկությունը դուք ունեք, ապա մինչև 25 ապրիլի ներկայացնեք ցանկը այս էլեկտրոնային հասցեին, սա իմ օգնական էլեկտրոնային հասցեն է, որպեսզի մենք կարողանանք պլանավորել դա, քանի որ մինչև ապրիլի 25-ը։ Այս նկարել թողեք մեզ, էլի, մի տա։ Կարող եք նկարել է, Նկարեց։ որովհետև չնայած, որ իրենց դասընթացը մենք կազմակերպել ենք մայիսի 18-ից հետո, բայց միջ այդ մենք բավական անելիքներ ունենք նախ հասկանալու քանի հոգի են դասընթացավարների թեկնածուները, որ մարզում քանի հոգի են, որովհետև եթե ինչ որ մարզում օրինակ 20 հոգի բոլոր կուսակցությունները իրար հետ վերցրած ներկայացնեն թեկնածուներ դասընթացավարների, նաև այդ մարզում ենք իրականացնում։ Դրա համար այդ ամեն ինչը պլանավորելու համար պիտի խնդրենք, որ օպերատիվ լինենք ամսի 25-ի մինչև ապրիլի ներկայացնենք այս տվյալները եւ նաեւ ցանկի հետ խնդրում ներկայացնենք բոլորի ռախսի համար եւ էլեկտրոնային փոստի հասցեն։ Այսքանը գիտեք, որ մենք անընդհատ լիազորների հետ կապի մեջ ենք, անընդհատ հրավիրում ենք այս կամ այն թեմաներով եւ նույն կերպ է լինելու այս անգամ եւս։ Եթե դուք մեզ հարցեր չունեք, ապա այսքանը։ Շնորհակալություն, առաջնաշտված։